Բարի Հիսուս քո սրտումը ինչ լավ է տեղ ունենալ, այս աշխարհում մեզ ոչ մի բան կարող չէ լիություն տալ, բայց քո սրտում ենք հանգիստ ենք հեռու խառնաղ մուկներից, ով բարեկամ հավատարիմ դուր լիանան քո սերից, քեզանից դուրս ելուր մնանք հիվանդանում ենք իսկույն, քեզանից դուրս ու մոտ գտնենք հանգիստ և խաղաղություն, ոգո սիրո հովանուտակ ինչ ռաշագեղապաստան, ծրի փարգան կյանք և ծնծում մեր բաժին է հավիտյան։ Աշխարհի կյանքը եղող Հիսուս Տեր Հիսուս Քրիստոսն ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, նաև ես եկա, որ կյանք ունենաք և այլ ավելին ունենաք։ Աստծո խոսքեն մենք հասկանում ենք, որ Աստված մարդը առանց մեղքի ստեղծեց, նաև բարձր նպատակի համար և օրհնեց նրանց, սակայն մարդը սատանայի խաբվելով մեղանչեց և մահվան դատապարտվեց համաձայն օրենքի, ինչպես գրված է. կերածդ օրը մահով պիտի մեռնես, նաև մեղքի վարձքը մահ է, այսպես մահվան դատապարտվեց Ադամ և իր բոլոր սերունդը։ Գրված է նաև մեկ մարդե մեղքը մտավ աշխարհ և այն մեղքով մահը, և մահը ամենի վրա թագավորեց, ըստ որում ամենքը մեղանչեցին։ Մահը մարդուն ամենեն զորավոր թշնամին է։ Մեծամեծ հրամանատարներ, որոնց մեկ հրամանով միլիոնավոր բանակներ կշարժվին, մահվան առջև խոնարհվում և հանձնվում են։ Մեծամեծ գիտնականներ, որ թափանցում են բնության բազմազան գաղտնիքների մեջ, տկարանում և իրենց գլուխները իջեցնում են մահվան առջև։ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին աշխարհ եկավ, մահը նորան ևս դիմավորեց, և մի պահ այնպես է թվում, թե նա ևս մահով բռնվեցավ։ Իրոք նա դառն չարչարանքների մատնվելով խաչապայտին վրա մեռավ, բայց գերեզմանը և մահվան զորությունը չկարողացան նորան հաղթել, այլ իր մահով նա փչացրեց մահվան իշխանությունը ունեցողին, իր մահով գերեզմանի զորությունը խորտակեց և երրորդ օրը փառավորապես հարություն առավ։ Պետրոս առաքյալն ասում է. անկարելի է, որ նա մահեն բռնվեր, որովհետև նա իր մեղքերին համար չմեռավ, այլ մեր մեղքերին համար։ Եսայան ասում է. նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, մեր անօրենություններուն համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ, և անոր վերքերովը մենք բժշկվեցանք։ Ամենս ոչխարներու պես մոլորվեցանք, ամեն մեկս իր ճամբան դարձավ, և Տերը մեր ամենուն անօրենությունը անոր վրա դրավ։ Դարձյալ, բայց Տերը հաճեցավ, որ զանիկա ծեծելով ցավերու մատնե, անոր անձը մեղքի զոհ անելեն ետքը, անիկա սերունդ պիտի տեսնե, իր օրերը պիտի երկարացնե, և Տիրոջ կամքը անոր ձեռքով պիտի հաջողի։ Իր անձին աշխատության պտուղը պիտի տեսնի, և կշտանա, իմ արդար ծառաս իր գիտությունովը շատերը պիտի արտարացնե, քանզի անոնց անօրենությունը ինքը պիտի գրե։ Սիրելի բարեկամս, Հիսուս Քրիստոս իմ և քո մեղքդ իր վրա առնելով մեռավ և մեզ արտարացնելու համար հարություն առավ։ Ինչ պիտի անիս, որ փրկվիս։ Նախ պիտի ընդունիս, որ Աստծո արդար օրենքին դեմ մեղանչելով Աստծո աչքերի առջև մեծ մեղավոր ես և մահվան դատապարտված։ Աստված ասում է. ամենքը մեղանչեցին և Աստծո փառքեն պակսած են։ Երկրորդ, ընդունե և հավատա, որ Աստծո որդին Հիսուս Քրիստոս քո մեղքերդ իր վրա առնելով մեռավ և մեղքիդ պարտքը խաչապայտին վրա հատուցանելով քո տեղդ մեռավ, և նրա արյունը քեզ ամեն մեղքե սրբում է։ Երրորդ, ընդունե, որ ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, բացի միայն Հիսուսով, ըստ որում ուրիշ անուն չկա երկնքի ներքևը տրված, որով կարելի լիներ փրկվել։ Չորրորդ, խոստովանե մեղքերդ մի առմի և հավատա, և դու պիտի փրկվիս։ Նորա արյունը կսրբե քեզ, Սուրբ Հոգին կիջնե քո սրտիդ մեջ և կառաջնորդե քեզ ամեն արտարության մեջ։
ոսկյա համար։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Հավատա եւ պիտի ապրիս։ Սրտի դրան առաջ կանգնած, ես թակում եմ մեղմորեն, սպասում եմ բասկատարած, ես քո միակ ապավեմ, քեզ հետ կուզեմ անցրիկ անել, բացիր դուռը ինձ համար, թե հաղթություն կուզես տանել, ես կլինեմ զորավար։ Նա թակում է սիրով ամբավ, ներս ընդունիր իբրև հյուր, երբ կլինես քաղցած ծարավ, նա քեզ կտա հաց և ջուր, ներս արփարկիչ քաղցրիկ ու հեզ, և դու հանգիստ կգտնես, նա էլ մի օր կբանակես, իր տանը դուր որ մտնես։ Եվ ահա մեկ օրինական վեր կացավ, նորան փորձում էր ասելով. Վարդապետ, ինչ գործեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ։ Նա էլ ասեց նորան. օրենքումն ինչ է գրված, ինչպես ես կարդում։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զորությունիցը եւ քո բոլոր մտքիցը եւ քո ընկերին քո անձի պես։ Եվ նորան ասեց. ուղիղ պատասխանեցիր։ Այդ արա եւ կապրես։ Իսկ նա որովհետեւ կամենում էր, որ իր անձն արդարացնել, Հիսուսին ասեց. եւ իմ ընկերն ով է։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով եւ ավազակների ձեռք ընկավ։ Նորանք էլ մերկացրին նորան եւ խոցոտեցին նորան, կիսամահ թողեցին գնացին։ Եվ դիպվածով մի քահանա էր իջնում նույն ճանապարհովը եւ նորան տեսավ, անցավ։ Նույնպես էլ մի ղևտացի այնտեղը հասավ, եկավ եւ տեսավ, անցավ։ Մի սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկավ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց եւ մոտ եկավ, նորախոցերը փաթաթեց, վերանձեց եւ գինի ածելով եւ իր անոսունի վրա դրած տարավ նորան մի իջևան եւ նորան հոգ տարավ։ Եվ հետևյալ օր, երբ որ այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջևանի տիրոջը տվավ եւ ասեց նորան. դորան հոգ տար եւ ինչ որ ավելի ծախ կանես, ես մյուս անգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ։ Պատմության այս սերմ համարները պատկերացնում է հետևյալ իրողությունը. այն անհատը, որ Աստծուն մեջք դարձրած, ապրում է իր ընտրության ու կամքի համաձայն, ավետարանի ոճով իջնում է Երիքով, այսինքն աշխարհ եւ իր ցանկությունները։ Այդ ճամփայով քալողներին վտանգ է սպառնում եւ ահա ավազակների ձեռքն ընկած կողոպտում, վիրավորում եւ կիսամեր վիճակում թողնում են մարդը իր ճակատագրին։ Որպես օրինակ իրողության մարդու թշնամիները աշխարհ, մարմին եւ սատանա մերկացնում են նորան իր բարոյական ու հոգեվոր ազնիվ կարողություններից, հոգեպես սնանկացնելով, գերեվարում են Աստծո պատկերով
ստեղծված մարդուն։ Բադահմամբ անցորդ քահանան եւ Ղևտացին, որոնք հոգևոր հանգամանք ունեին թեև, սակայն առանց դույզին իսկ կարեկցություն ցույց տալու փակված գտով շտապեցին անցնելու հեկ մարդու մոտից։ Ճամփորդելու դիտավորությամբ անցնող սամարացին նույն տեղն է հասնում։ Դեղու դարմանով, վիրավորին պանդոկ տեղավորելով, ինքը անձամբ հոգետանում հիվանդին։ Իր մեկնումին հանձնում է մարդը բանդոկապետի հոգատարության, մինչև իր կրկին վերադարձը։ Այս իրական պատկերն է Աստծո որդու Հիսուս Քրիստոսի, որ մեղավորներ որոնելու եւ փրկելու համար աշխարհ իջավ։ Ինչ որ ուներ շնորհեց, մինչև իսկ իր սուրբ արյան վերջին շիթերը հեղեց խաչապայտի վրա։ Իր սրբազան փոխանորդական մահովը ապահովեց մեղքերի թողություն բոլոր հավատացող մեղավորներին եւ հավիտենական կյանք քեզի համար, ինձի համար ու ամենքիս համար։ Նա բարի սամարացին, մեղավորների բարեկամը եւ խնամատարը այսօր ճիշտ հիմա ուր որ լինես եւ ինչ որ հանգամանք որ ունենաս մոտեցած է քեզի օգնելու եւ հուսաթող քո վիճակից ազատելու համար։ Իր ձրի մեծ եւ սքանչելի մեղած թողությունը եւ փրկությունը բարձած է քեզի տալու։ Սիրելի բարեկամ, վստահիր նորա, հավատքով հանձնիր քեզ նրա փրկարար ու զորավոր բազուկներին։ Փրկությունը, հոգու կատարյալ խաղաղությունը եւ հավիտենական կյանքը քո բաժինը կլինի։ Ոտքս սաստիկ վաստակաձեր, մեղքի ճանապարհում, սիրտս հիվանդեր կարևեր, չունեի դադարում։ Մտնած էր աչքիմ նայելով երկրի անցնող փարքին, առավ Հիսուս փայփայելով եւ դրավ ինձ իր կուրծքին։ Օ ցնծում մեծ ամենն անցավ, ջնջեց մեղքերն իմ տերն, բուժեց բոլոր իմ վերկուցավ, փարադեց իմ վախերն։ Ով Աստված, ամենակարող Հայր, ամենագետ Տեր, սրտագետ Տեր, այս կարճ ու համառոտ պատկամով բոլոր լսողները Սուրբ Հոգով համոզիր, արթնացրուր, խոսիր իրենց հոգիների հետ, որպեսզի բարի սամարացուն քո որդուն Հիսուս Քրիստոսին նայեն, դառնան, դիմեն փրկությունը ստանալու համար, հոգու, մտքի եւ սրտի կատարյալ խաղաղությունը ստանալու համար։ Յուրաքանչյուր անհատի խղճի հետ խոսիր, հոգու հետ խոսիր, անձի հետ խոսիր, որպեսզի քեզ դառնալով հավիտենական ձրի մեծ փրկությունը, որ պատրաստել ես կորսված մարդու համար, Հիսուս Քրիստոսի սուրբ խաչովը եւ արյունովը եւ նրան հավատալովը գտնեն ու հավիտյան ապրեն։ Նրա եւ սուրբ օրհնյալ անվան փառքի համար Հիսուս Քրիստոսի ամեն։ Դիմել ես Հիսուսին, որ քեզ մաքրենա, լվացվել ես արյունով կառնուկին, ունես դու իսկ դարյալի շնորհած վրա, լվացվել ես արյունով կառնուկին, լվացվել ես արյունով, հոգեբուժ արյունով կառնուկին, ամպիծեն հանդերս ներծյունի պես սպիտակ, լվացվել ես արյունով գառնուկին,